2026 թվականի հունվարը կլինի ավելին, քան պարզապես նոր տարվա սկիզբ։ Այն կլինի անհավանական կարիերայի և ֆինանսական առաջընթացի մեկնարկային հարթակ։ Մոլորակների ազդեցության տակ բացվում են եզակի հնարավորություններ և որոշ կենդանակերպի նշաններ հատկապես ուժեղ կզգան փոփոխությունների այս բարենպաստ քամին։ Եթե դուք ծնվել եք այս համաստեղություններից մեկի տակ, պատրաստվեք բախտի ալիքի վրա նստել և ձեր կյանքում նոր մակարդակի հասնել։ Երկվորյակներ։ Կենտրոնացումը և գործողությունը կբերեն հաղթանակ։ Երկվորյակների համար 2026 թվականը խոստանում է լինել հզոր իմպուլսի ժամանակաշրջան, լճացման շրջանից հետո։ Հունվարը կատարյալ ժամանակ է ձեր բնածին բազմախնդիր աշխատանքը իրականացնելու և առաջընթացի հասնելու համար։ Ընդհանուր պատկերը տեսնելու և գաղափարներ առաջացնելու ձեր ունակությունը վերջապես կգտնի գործնական կիրառություն։ Հունվարին աստղերը խորհուրդ են տալիս ավելի լավ պլանավորել և նվազեցնել ձեր երազանքները։ Ստեղծեք հստակ ծրագիր, սահմանեք առաջնահերթություններ և դուք կտեսնեք, թե ինչպես է քաոսը վերածվում գործողությունների համակարգված համակարգի։ Սա կյանքը փոխող կապերի և համարձակ մասնագիտական քայլերի ժամանակ է։ Ձեր եկամուտը մեծացնելու համար կարևոր է սովորել բյուջետավորման հիմնական սկզբունքները։ Ամսվա առաջին կեսին կենտրոնացեք ձեր ծախսերի վերլուծության վրա, իսկ հունվարի վերջին համարձակորեն մեկնարկեք նոր նախագծեր, որոնք կսկսեն շահույթ բերել։ Հունվարի հիմնական խորհուրդը՝ ձեր մտավոր մռիքը վերացեք ձեր նպատակների վրա կենտրոնացված հարձակում։ Ձկներ։ Ինտուիցիան կդառնա ձեր ամենամեծ ակտիվը։ Ձկների համար 2026 թվականի հունվարը այն ժամանակն է, երբ զգայունությունն ու ինտուիցիան դադարում են լինել պարզապես ներքին վիճակներ և դառնում են հզոր ռազմավարական գործիքներ։ Դուք պարզապես չեք գնում հոսանքի հետ, դուք սկսում եք ստեղծել այն։ Առաջնային պլան են գալիս հոգևորականությունը, ստեղծագործականությունը և սոցիալական պատասխանատվությունը շեշտող նախագծերը։ Դուք կարող եք հասնել ակնառու հաջողությունների որպես խորհրդատու, ոչ առևտրային կազմակերպության ղեկավար կամ ստեղծագործական ոլորտում։ Հունվարը հիանալի ժամանակ է սոցիալական նախագծեր սկսելու կամ մասնագիտական համայնքում կապերը ամրապնդելու համար։ Եկամուտը խոստանում է կայուն լինել և աստիճանաբար աճել, հատկապես մարդկանց օգնելու կամ ստեղծագործական գործունեության հետ կապված գործունեությունից։ Այս ամսվա ձեր ֆինանսական հաջողությունը մեծապես կախված է ձեր սոցիալական կապերից և գաղափարները ծառայությունների վերածելու ձեր ունակությունից։ Հունվարի հիմնական խորհուրդը՝ վստահեք ձեր ներքին ձայնին և մի վախեցեք աշխարհին արտահայտել ձեր եզակի տաղանդները։ Կույս։ Հաջողության համակարգված մոտեցում։ Կույսերի համար մոտենում է մի ժամանակաշրջան, երբ պրագմատիզմը և քրտնաջան աշխատանքը կտան ոչ միայն պտուղ, այլև իսկական բերք։ 2026 թվականի հունվարը կներխուժի ձեր կյանք, ինչպես դրական փոփոխությունների մռիք, ազատելով ձեզ առօրյայից և բացելով նոր նվաճումների դուռ։ Սա իդեալական ժամանակ է աշխատավարձի բարձրացում խնդրելու կամ ընկերությունում ձեր կարգավիճակը բարձրացնելու համար։ Ձեր գործնական միտքը կգտնի ոչ ավանդական և հնարամիտ լուծումներ կարիերայի առաջխաղացման համար։ Այնուամենայնիվ, աստղերը խորհուրդ են տալիս առայժմ հավատարիմ մնալ կորպորատիվ մշակույթին, այլ ոչ թե ինքնուրույն գործի անցնել։ Հունվարը կարող է հաճելիորեն զարմացնել ձեզ։ Ուրանը, Նեպտունի հետ համատեղ, կբացի յուրօրինակ միջանցք հաջող ներդրումների և ֆինանսական ներդրումների համար։ Նույնիսկ եթե սա ձեր ոճը չէ, արժե դիտարկել նման հնարավորությունները հիմա, դրանք կարող են արդարացվել։ Ավելին, կույսերն այս ամիս բոլոր նշաններից ունեն վիճակախաղում հաղթելու ամենաբարձր հնարավորությունը։ Հունվարի հիմնական խորհուրդը՝ համարձակորեն ձեր շահերը դրեք առաջին տեղում և դիտարկեք ոչ ավանդական ֆինանսական հնարավորությունները։ Խոյ։ Էներգիան նոր բարձունքներ նվաճելու համար։ Նույնիսկ անխոնջ խոյերը երբեմն կարիք ունեն լիցքավորվելու։ 2026 թվականի հունվարը կլինի հենց այն էներգիայի աղբյուրը, որը կվերակենդանացնի ձեր հոգու կրակը և կուղղի այն ստեղծագործաբար։ Դուք մտնում եք ոչ միայն նախորդ մակարդակ, այլև նոր ուղեծիր։ Տարին սկսվում է առաքելության զգացումով, որը ուժ է ներշնչում։ Խոչընդոտները կընկալվեն ոչ թե որպես խոչընդոտներ, այլ որպես հետաքրքիր մարտահրավերներ։ Սա համարձակ ձեռնարկումների և հեղինակություն ձեռք բերելու ժամանակ է։
Մի վախեցեք պատասխանատվություն ստանձնել եւ առաջնորդել։ Հակասականորեն, հունվարին խոյերի համար ֆինանսական բարեկեցության բանալին կլինի ուրիշների մասին մտածելու ունակությունը։ Բարեգործությամբ զբաղվելը, բարի գործ անելը կամ օգտակար նախագիծ ստեղծելը կարող է բացել դրամական հոսքերի դուռը։ Որքան քիչ կենտրոնանաք միայն անձնական շահույթի վրա, այնքան շատ կստանաք։ Հունվարի հիմնական խորհուրդը՝ ուղղորդեք ձեր անսահման էներգիան եւ նախաձեռնողականությունը դեպի նպատակներ, որոնք կոգեշնչեն ոչ միայն ձեզ, այլև ձեր շրջապատի մարդկանց։ Եզրակացություն. 2026 թվականի հունվարը կարմիր ժամանակ է գործողությունների համար։ Տիեզերքը կողմ է համարձակներին, կարգապահներին եւ նրանց, ովքեր պատրաստ են սովորել ու փոխվել։ Երկվորյակների, ձկների, կույսերի եւ խոյերի համար այս ամիսը ոսկե ժամ է, երբ ժամանակն է մի կողմ դնել կասկածները եւ վստահորեն առաջ շարժվել։ Հիշեք, աստղերը ցույց են տալիս ճանապարհը, բայց դուք եք ով ղեկավարում է ձեր ճակատագրի նավը։ Օգտագործեք այս ժամանակահատվածը իմաստուն կերպով եւ հաջողությունը չի ուշանա։